Մինչև 2025 թվականի հունիսը հայկական կողմը փորձում էր դիվանագիտությունը կիրառել եւ քաղաքական միջազգային ասպարեզում ստեղծված իրողությունները օգտագործել, որպեսզի դիմադրեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչելու գործընթացին։ Եվ իրենց ինչ-որ չափով դա հաջողում էր։ Բայց 2025 թվականի հունիսին եւ հուլիսին, եթե հիշում եք, ինչ տեղի ունեցավ, հարձակում Իրանի ուղղությամբ, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ռմբակոծեցին Իրանին եւ տպավորություն ստեղծեց, որ Իրանը այլևս այնքան թույլ է եւ մեծ պատերազմից է կարող է բերել եւ Իրանը ուղղակի ունակ չի լինի անվտանգությունը ապահովել հայկական հանրապետության հարավային այդ ուղղությամբ, որովհետեւ եթե հիշում եք, այս վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը քիչ էր անդրադառնում այս թեմային։ Իրենք ուղղակի ասում են, որ հետևում են գործընթացին եւ դրանով բավարարվում են իրենց պատասխանները, որովհետեւ Ռուսաստանը հիմնականում, ինչպես եւ անցյալում, այդպես էլ հիմա այս արկափուլում հիմնականում ներգրավված է ավելի շատ այդ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մեջ։ Եվ այն ինչ տեղի ունենում Կովկասում, այս պահին, առնվազն այս պահին, այդքան իրենց համար հետաքրքիր չի։ Այդքան մեծ ուշադրություն առնվազն չեն դարձնում։ Իրանը ավելի մեծ ուշադրություն է դարձնում եւ դա պարզ պատճառ է, որովհետեւ եթե կյանքի կոչվի այս միջանցքի թեման, դա նշանակում է, որ սա բավականին մեծ քաղաքական եւ տնտեսական սպառնալիքներ կարող է առաջացնել Իրանի ուղղությամբ։ Եթե խոսում ենք տնտեսական սպառնալիքների մասին, դա այն է, որ տասնյակ տարիներ շարունակ հիմնականում այդ ճանապարհները, որոնք կապել են Ադրբեջանին Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, անցել են Իրանի տարածքով։ Եվ Նախիջևանը այս հարցում կարելի է ասել, որ կապվածության մեջ է գտնվել Իրանին։ Հիմա սա նշանակում է, որ եթե անցնի այդ միջանցքը եւ դա անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, այսինքն տնտեսական ինչ որ ռիսկեր կարող են առաջանալ եւ տնտեսական ազդեցությունը, որ Իրանը ուներ Նախիջևանի ուղղությամբ, դա գնալով թուլանալու է։ Եվ բացի դրանից տնտեսական կորուստներ է ունենալու Իրանը, որովհետեւ ապրանքները անցնում են Իրանի տարածքով։ Ինչ վերաբերում է քաղաքական վտանգների մասին, սա ավելի կարևոր է Իրանի համար, որովհետեւ սա նշանակում է, որ Իրանի անմիջապես սահմանում առաջանալու է կամ ստեղծվելու է ինչ որ անհասկանալի դա ճանապարհ է, դա միջանցք է, թե ինչ է, բայց դա խոչընդոտ է հանդիսանալու Իրանի Հայաստանի հետ եւ Հայաստանը որպես տրանզիտային երկիր օգտագործելու հարցում։ Եվ ավելին, սա ուժեղացնելու է այս թուրքական գործոնը մեր տարածաշրջանում։ Իսկ եթե ուժեղանա թուրքական գործոնը, իսկ մենք եկեք չմոռանանք, որ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում մեծ թվով թուրքալեզու ժողովուրդներ են ապրում, հիմնականում ադրբեջանցիներ են իրենց կոչում, բայց բացի դրանից այնտեղ այլ թուրքալեզու ազգեր կան, սա սպառնալիք է Իրանի համար ներքաղաքական անվտանգությունից ելնելով։ Դրա համար իհարկե Իրանը հիմնական պետությունն է, որը տարիներ շարունակ կարելի ասել 2020 թվականից ի վեր ինքը փորձում էր եւ օգնում էր, իսկապես օգնում էր հայկական կողմին, որպեսզի միասին դիմադրեն այս ճանապարհին։ Բայց երբ որ այդ ռմբակոծությունները եղան Իրանի նկատմամբ, Հայաստանում տպավորություն ստեղծվեց իշխանությունների շրջանակներում, որ այլևս վերջ։ Մենք ինքներս մեր ճարը պետք է գտնենք։ Եվ իրենք անմիջապես ընդամենը 1-2 ամիս հետո հասան Միացյալ Նահանգներ, որտեղ ստորագրեցին Թրամփի հետ միասին եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ այդ պայմանագիրը, որով տրամադրեցին եւ կարելի ասել սկիզբ դրեցին այդպես այդ կոչված թրիփի ստեղծման գործընթացին։ Իդեպ ուղղակի ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 2022 թվականին, երբ որ հոկտեմբերին Պրահայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճանաչեցին Արցախը որպես Ադրբեջանի մաս, դրան ընդառաջ ինչ գործողություններ էին, գործընթացներ էին տեղի ունենում, դրան ընդառաջ ուկրաինական ուժերը հակահարված էին հասցնում ռուսական զորքերին եւ եւս հայկական իշխանությունների մոտ այդ տրամադրությունները կամ այդ խոսքերը գաղափարները առաջացել են, որ վերջ Ռուսաստանը պարտվում է, Ռուսաստանը շուտով դուրս է գալու Կովկասից եւ մենք մեր ճարը պետքա գտնենք։ Երկու անգամ հայկական իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց ճարը փորձեցին ինքնուրույն գտնել եւ իրենց ինքնուրույն այդ գործընթացում մեծագույն վնաս հասցրեցին հայկական պետականությանը։
Առաջին փուլում մենք կորցրեցինք Արցախը, Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, երկրորդ փուլում մենք կորցնում ենք մի ճանապարհ կամ միջանցք, որը հետագայում բավականին մեծ սպառնալիք է հանդիսանալու հայկական պետականության գոյության համար, որովհետև Սյունիքի մարզը, ինչպես եւ Արցախը, ինչպես եւ յուրաքանչյուր այլ մարզ Հայաստանի Հանրապետության բավականին մեծ եւ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի հայկական պետականության համար։ Հայաստանը դա Ռուսաստան չի, Հայաստանը դա Ավստրալիա կամ Կանադա չի, մեծագույն տարածքներ մենք չունենք եւ մեզ համար յուրաքանչյուր մեր պետության մի փոքրիկ կտորը շատ մեծ նշանակություն ունի։